Բոլորին ողջույն։ Այսօր կարող է խոսամ մի քանի թեմայի մասին, ինչպես միշտ մեքենայի մեջից, էսպայինը տենց է հարմար, բայց ուզում եմ այս մի վիդեո տեսանյութը լինի մեկ այլ ֆորմատով։ Սա զուտ իմ ցանկությունն է ու կապված այն հանգամանքի հետ, որ քեմալական պուտանկեքի առաջնորդ կարող է լինի 25+ այս վիդեոյի մեջ։ Քեմալական պուտանկեքի առաջնորդ Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմի որոշակի ջենջոտներ, ջանասիրաբար իրանց մոր կաթի հետ երևի խմելով թուրքի գենետիկա կուլ տալով, չռած աչքերով, ամեն կերպ փորձում են հային համոզել, հային որպես ազգ, որ Արարատը մեզ պետք չի, Արարատի նկարը մենք պիտի հանենք։ Լծվել են այդ գործին, այսինքն Արսեն Թորոսյան, Նիկոլ Փաշինյան, Էլով Կանդե, Ալփի Դավոյան, որ ասում է աղունիկներ ձելքելիս եւ Սուսաննել ոտքելիս։ Ալփին էլի, աղունիկ լարամ թրվելարım Ալփին, քնձխը։ Էլով կա Վահագն Ալեքսանյան, հեսա քեզ կանդրադառնամ, մտքի գիգանտ։ Բայց մինչև այդ մի քանի հարցի մասին խոսել է, ինչպես նաև թեթև ակնարկ կլինի, ոչ թե ակնարկ, այլ թեթև համեմատական կլինի մեր արվեստագետներին։ Ես ուզում եմ ուղղակի մի հատ երգ թող հնչի, բոլոր այն հայերի հիմար, ում համար Արարատը Մասիս սարը ունի պատմական արժեք։ Այդքան բան։ Ու կապ չունի այդ մարդը ումա սիրում, ումա պաշտպանում կամ ումա սատարում։ Եթե Արարատը քո համար ունի հայ, որպես հայ, պատմական արժեք, ուրեմն հավատա, դու դեռևս քո հոգու խորքում հայ ես մնացել։ Ես դրա մեջ համոզված եմ 100%-ով։ Հետո կշարունակեմ այս երգից հետո։ Միասին լսենք։ Երաշտական փոստար կղա, Նիկոլ Փաշինյանի ինադուր։ Քեմալական պուտանկեք։ Եղեռնից հրաժարվողներ։ Չեք ուզածներ շատ տարել, ուծեմ են մեր սերունդներ, այլուն է ջուր չի դառնա, հայեր ու միշտ հայ կմնա։ Չեք ուզածներ շատ տարել, ուծեմ են մեր սերունդներ, այլուն է ջուր չի դառնա, հայեր ու միշտ հայ կմնա։ Արարատը մեր լերնա, եղել նա թուրքի բերնա, բիջանան չենք աշխարհով, երբեք երավելուլով։ Արարատը մեր լերնա, եղել նա թուրքի բերնա, բիջանան չենք աշխարհով, երբեք երավելուլով։ Արևաներս պետք է լսեն։ Սա
Մինչև ճանաչը մտես մի հատ հայ, որ ես երկը լսիր արունը չերրա։ Իսկական հայ։ Աբրի երկի չեն, էսի մգա կանջդինք, ու կանցնենք խոսալուն։ Հա, YouTube-ի իմիջալով, YouTube-ի կոմենտների մեջ հարց էին տվել։ Հա, ես ճնջել եմ Facebook-յան էջերս, պատասխանում եմ տվյալ օգտատիրոջը։ Ինչից, դաժե չգիտեմ ինչից սկսեմ, ինչից վերջացնեմ, որ կարճ կոնկրետ, շատ երկար բարակ չլինի, չեմ ուզում վերածվի շոուի ես տեսանյութը։ Մի քիչ առաջ Facebook-ում տեսանյութ եմ նայում, իմ 5-րդ էջով, խոսմաով Կարքին Հայկոն։ Ասմա պարոն Փաշինյան, պարոն վարչապետ, ինչ-որ անարխիա տիրում, մարդկանց սպառնում են, մարդկանց ծեծում են, խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք, ցիտում եմ այդքան տեղ էլի։ Կարքին Հայկոն ասմա, փաստորեն դուրս է գալի, որ ձեր իշխանությունը այդքան էլ չի տարբերվում Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանությունից։ Իա Հայկո, հա նախապես մի հատ էլ կրկնեմ, կարող 25+ լինի մեջը։ Քուֆր։ Որտեվ խոսել Նիկոլի հետ կամ Նիկոլի մասին առանց քֆուր, դա անհնար է։ Հայկո, գիտես ակամ այդ ինչը հիշի, սենց զաուշնիկու հետ խոսամ, էլի։ Այն որ 18 թվին Սերժ էին մերժում, ազգի մի մասը, մեծ մասը։ Ու դու հելար կանգնար բեմի վրա, ու քո դերասանական պոռնկարվեստին հարիր, հատուկ, ոճով ու ասիր ոնց եմ ես ձեզանից զզվում։ Բա հմ ինչ էլ է, Հայկո։ Ինչից ես բողոքում, Հայկո։ Դու ես չեմ մաժում մեր պարոն Փաշյանի կրծքամիսը, բդմ եք իրար։ Դու ես չեք որպես իբր թե մշակույթի գործիչ, եսիմինչ, ինչ հել է բարձացել էիր բեմ, ում կողը, ձերքը բնդով կապած Փաշողլի Նիկոլի, չէ, Նիկոլ Փաշինի, ասալ Գևորգ Պետրոսյանը, և մյուսների, ներողություն, կանգնել էիր բեմը հարթակի վրա, ամբողջները խելագարված էքստազի մեջ, քայլ արա մերժի Սերժին, ու գոռում էիր ոնց եմ ձեզանից զզվում, բա հմ ինչ է էլ է, Հայկո, ինչ ալալ, մատաղինիմ, հա, հունցիս, խոխա, լավ ես, բախի լավ չես, Հայկո, բա հմ ինչից ես բողոքեմ, դու հելար որպես մտավորական, կայներ բեմի վրա, ասիր քայլ արա մերժի Սերժին, բերիր Նիկոլին, ճիշտ է, հմ ինչից ես բողոքում, կամ դու, որպես իբր թե քաղաքական գործիչ, չկա է, չէր երևում, գոյություն չունեիր, եկար քաղաքապետարանի ընտրությանը մասնակցիր, յանի որպես ընդդիմություն, մամայա դոմ փարիր, հմեն, 9% Ավինյան Տիգրանը, նարկոշը, քաշմակթերը կայծերի մեջ, հարցել տալեմ քաղաքապետարանի աշխատող, ասма կանեփե արտադրությունն ինչ է լավ, պարոն Ավինյան, խնդալով պատասխանում է, գնայես ոնց որ էտա, չգիտեմ էլի մետ, Բելասնեշկը իսեմ գնոմով, այդ մուլտիկն էլի քաղաքապետարանի ասուլիսի նիստերը, Հայկո մի բողոքի, քո բերած Նիկոլ Փաշինյանն է, դու 18 թվին բեմ բարձրանալուց, դու չէիր հասկանա, որ իշխանության ես բերում մեկին, ով չունի մարդկային ոչ մի պրինցիպ, ով չունի ոչ մի սրբություն, ով չունի կարմիր գծեր, ով բաժանարար գծելու հայ ազգի մեջ, որի իշխանության գալուց հետո հայը հային չի կարամ, նորմալ բարև տասի, բարև աղբերս, հասկանեմ ես Հայկո ինչ եմ ասում, բայց քանի որ դու քեշ փողի դիմաց ծախվող տեսակն ես, որը դու ապացուցել ես քո գործունեությամբ, քո ամեն ինչով, քեզ այսքան իզուր է բացատրել է, ընցանք, քո նման մանր ծմբակավորներին և, չգիտեմ, ուրիշ կատեգորիայի պառնակապիտնի տեսակին բան չունեմ ասելու, տեսանյութ եմ նայա ևս այսօր ցերեկը, ով է խոսում, անտրուսիկ ծառայած վարազը, ես խելրում եմ, ասմա, իշնում եմ բակ կանգնած ես դու, քցում եմ զառը շեշու դու, երազիս մեջ գալիս ես դու, ես անտեր Facebook նիմար թերթեմ այդ վարազի նյութերն ա գալեմ, ես չհասկնեմ այդ ինչա կատարվի էլի, ես մի հատ ես Facebook-իս 5-րդ էջը,
մի հատ անպայման տանա թուղթուգիրը բացողի մոտ։ Վայ թե թուղթուգիր կա այս Facebook-ի վրա։ Ինչա խոսում վարազը։ Կապված Արարատի Մասիսարի այդ Բագրատաշենի կնիքի վրից հանելու հետ։ Դրա լոգիկան, դրա խոսքերի լոգիկան։ Մոտարապես եմ ցիտեմ, մարդիկ տեսած կլինեն Facebook-ում։ Ասма առաջ հարգելի հայ ժողովուրդ, ու տակներ գրելա, կիսվել, տարածել։ Խելրում ես, ասպես լավ էլ տենամ, ինչա խոսում, կարող է խելացի բանա խոսում, այ մարդ խփեմ պաձելիցա։ Սենց խփեմ, այդ նյութան խփի մեջին։ Բայց ընդ ինչքան ունեմ, 3 հատ դրուգ ունեմ այդ էջի մեջ, թե 4 հատ։ Այն էլ վայ թե հարևաններս են, ուրիշ մարդ չկա այդ էջի մեջ։ Ասում եմ, կան տենամ ես անտրուսիկ ծառայացը, ինչա խոսում ես, կլիմաքսից քայքայված ես վարազը։ Ասմա, հարգելի ժողովուրդ, մոտարապես միտքը ցիտում եմ, նայողները կհաստատեն իմ խոսքերը, ով որ տեսել է այդ տեսանյութը։ Առաջ, որոշ ժամանակ առաջ, ես լրիվ ցիտատ է այսքան տեղը։ Հայաստանի Հանրապետության Զվարթնոց օդանավակայանում կանգնած էին ռուս սահմանապահները։ Ասում եմ, լավ, լկան տնամ ես տաշ ինչա խոսում էլի։ Ասում եմ, երբ որ հայը գալիս էր Հայաստան, անցնում էր ռուս սահմանապահների կողքով, ռուս սահմանապահները իրան ռուսեն ասում էին «Здравствуйте, добро пожаловать», նայում էին անձնագիրը, բարև էին տալի, կնիք էին խփում, պեչատ, անձնագրի մեջ, որ ռուսական սահմանապահ ծառայությունը հայը մտնելով Զվարթնոց օդանավական անցավ։ Այդ կնիքի վրա կար Արարատի նշանը։ Ասում եմ, լավ, հլկան դենամ, վերջը ինչ ասում ես, որ ասում եմ, երկնեց երկի, ծովն ծիրանի, եվի բոցոյն վազեր, խարծյա շպատանեկիք, բայց էտի Վահագն Ալեքսանյանի մասին չի, էտի մեր Նիկոլ Փաշյանի մասին է, հեսա կանրադառնամ քեզ, մեծն խորոպ։ Հիմա ասում եմ, իշնորիվ մեր անկոտրելի Նիկոլ Փաշինյանի, վստահ որ ուզում եմ նայեմ, ասեմ, բոզի, տղա բոզի, Հայաստանի Զվարթնոց օդանավակայանում կանգնած են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայողները։ Բան չունեմ ասելու։ Անկախ երգիրենք, թող մեր սահմանապահներն են։ Ասում լավ, Արարատի նկարի հետ, էմբլեմայի հետ, էսի ինչ ընդհանուր աղերս ունի։ Հիմի ասում եմ, մեր ազգային անվտանգության ծառայակիցները Զվարթնոց օդանավակայանում խփում են առանց Արարատի էմբլեմա։ Ժողովուրդ ջան, ասում եմ, ո՞րն է լավ։ Օրեն, ասում եմ, լավ էլի, կարող է ես եմ իրոք խփնվե։ Որտեվ ասենք, համ գարոսկոպով հիստերիկ եմ, համ էլ արևելյան գարոսկոպով սովետական նեգր։ Ասում եմ, կանի մի հատ էլ սկզբից նայեմ։ Դինամ կարող եմ մի հատ փառասեց բաց թողի էլի։ Արարատի նկարի հետ այդ ինչ կապ ունի, Արարատի նշանի հետ։ Չէ, այ մարդ կարդում եմ, ասում եմ, ռուս ասում էր «Здравствуйте», պեչատել խփում Արարատի զնակով։ Հիմի ասում եմ, Հայաստանի ազգային անվտանգության ծառայակիցն է խփում առանց Արարատի զնակի։ Նիկոլ Փաշինյան, ես ուզում եմ հասկանամ, դու ինչ սկզբունքներից ելնելով ես հավաքել քո քաղաքական թիմը։ Անկեղծ ուզում եմ հասկանամ, առանց իրոնիա եմ հարցնում։ Օրինակ մրցույթային կարգով ես, հա, տենդեր ես հայտարարել։ Ասենք, այս բոզի տաղուն, ով կոչվում է Վահագն Ալեքսանյան, որպես ինչ ես բերել քո թիմ։ Ես հասկանում եմ քո մոտ Նիկոլ Փաշինյան, մի հատ պրինցիպն է նա, որ շատ ու շատ դեբիլների եւ տկարամիտների ֆոնին դու երևաս որպես շաքարակլոր, պիտուշոկ, չէ՞, որ ասել մեր անկոտրելի Նիկոլ Փաշինյան։ Անց սիդոն հլկաներակ էլի։ Բայց պրոստը քոնը ուրիշ գույնի է, էլի, քանի դեպ բացեմ ես կնոպկեք, այսօր այդ վիդեոն նկարել է, որ դու ես դեբիլների ֆոնի վրա, մեր անկոտրելի Նիկոլ Փաշինյան, մեր ազգի անեցք, ես Պանամա գլխարկն տնես, հա, ու հլես էտ այս ցանկապատ ներկայացումը նայելու, հա, արա դու սրանց որից ես կթե, քո խոսալուց դու ինչ ես հասկսել Վահագն Ալեքսանյան, ինչ կապ ունի Արարատի զնակի հանելը ռուս սահմանապահի մեկ էլ Հայաստանի ազգային անվտանգության ծառայողի հետ։ Ինչ էր ընդհանուր կապը իրանց։ Էդիլ էջ։ Ալփի Դավոյանը գրառում արե։ Ասма ժամանակն է, որ մենք վերանայենք մեր ինչերը ազգային գաղափարախոսություն
Աղջիկ ջան, այ մոնղոլ թաթարի եւ սելջուկ թուրքի անկանոն սեքսի արդյունք։ Դու քեզ հայլում ես նայել ես։ Ալփի։ Որ ղուշը ձեռդ կայնել էր 18 թվին։ Այն գնջի են, մազերը ցես ճինջոտ։ Ակամայից հիշում եմ մեր պատմության ուսուցիչ Գրիգորյան Մանվելի ասածը։ Ասում էր երիտասարդ տարին քանի անգամ ասաներ մտնեմ քո մազերի մեջ։ Հիմի քեզ եմ ասում, օրյորդ կլինի, չէ՞ երևի։ Վաղոյ աշկի կպելա։ Տիկին Ալփի, տարին քանի անգամ շամպուն կամ լվացքի սև տղճի օճառ կպնեմ քո գլխին, սենց։ Տերորը մեզ, պրտմես այդ կեղտա ջուրն թափմա։ Աղջիկ ջան, դուք մարդեք դառը ազգային գաղափար։ Դուք ինչ ունեք ազգային գաղափարախոսության հետ կապված։ Հե՞։ Կբացատրես մի հատ։ Կամ Նիկոլ Փաշինյան, որ դու խոսում ես միասնականությունից։ Դու խոսում ես ինչից էիր խոսում, այն ցանկապատ ներկայացման ժամանակ։ Հա, ու իմիջիալոց մեր ո՞րն է։ Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանի մոտ կա առաջընթաց։ Արդեն Նիկոլ Փաշինյանը զգացել է, որ իր խոսացած բառերը ժողովուրդը վերցնում է, սենց ֆրցնում է, ասում է Նիկոլ Փաշինյան, արի մի հատ հələ 69 պոզով քեզ ուզում եմ դոմփեմ, կամ մեկ այլ պոզայով։ Մեկոյի հետ խոսալուց ու դերասանների հետ խոսած Նիկոլ Փաշինյանն ինչ ասաց, ով ուշադիրել է կհաստատի։ Ոնց որ արա ես ինչ բնութագիր տամ դրան, ոնց որ բաբելոնյան չկմեղ պորնիկ։ Այն որ ինչ ասես, որդ ասես, մտե դուսա եկե։ Թաղեմ քո արև, թենջի հիշակես։ Այն չկլա դկլա այդ վիճակն է, էլի։ Այն բաբելոնյան փողոցայինների պես կայնում ասма ես հոգով կույս եմ։ Մկոյի մոտ կային ասма եթե ձեզ հետաքրում է իմ կարծիքը, Նիկոլ Փաշինյան, քո կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չի։ Քանի որ դու այնքան ես իրականությունից կտրվե, որպես թուրքի բջբեր։ Դու կայնում ասում ես, այո, այսօր ցիտում եմ քո նման բոզի տղուն։ Ասել եմ 25+։ Այսօր կարող են մեզ ասել դավաճան, բայց 50, 100, 150 տարի հետո կլինի խաղաղություն եւ կլինի Հայաստան։ Նիկոլ Փաշինյան, մի հատ հենց այս եզրույթի մեջ քեզ մի հատ կոնկրետ հարց։ Դու քանի տարի ես որոշի ապրես։ 100, 150, 50։ Հա՞։ Ուզում եմ հասկանամ, դու մարմնիդ որ մասով ես մտածում այդ միտքը արտաբերելուց։ Ասում եմ այսօր թողես ասեն դավաճան, բայց 150 տարի հետո կլինի Հայաստան։ Այդ ով է այդ պլանը գծե տվեք ես, Էրդողան բաբամը, թե Ալի Էֆենդին։ Հա։ Կարող է Ալեն Սիմոնյանի հետ, որ ջահել երեխեքի հետ էի կլեմ 13-14 տարեկան տղեկի Գագիկ Համբարձումյանը։ Գագիկ Համբարձումյան չէր, մի րոպե ով էր։ Էլի մարդ կա խոսում է YouTube-ով, մերկու անգամ նայել եմ։ Եթե թող ներող լինի, եթե ազգանունը սխալ եմ հիշում։ Հրապարակեց, որ ինչ որ ամերիկյան թերթեր անդրադարձեց ես։ Կարող է Ալենը քեզ գույս աղջիկների արունապերեմ դու խմում ես։ Հա։ Դու որոշել ես 150 տարի ապրես։ Նիկոլ Փաշինյան, մի հատ փոքրիկ գաղտնիք բացեմ քեզ։ Քեզ որ նայում եմ, քո թոռոմած կերպարին։ Ակամայից հիշում եմ ռուսական խոսք, ասում է «Ացմիրցինկի դվե պիրձինկի»։ Դու որ մի հատ թափով փռշտած գեմառոտ ոռից հլնելու է։ Քո գեմառոն քո ոռից հլնելու է։ Ելուստի նման, սենց խխունջիկ։ Ջոգես։ Դու ինչ 150 տարվա մասին ես խոսում։ Մեծագույն խոռոբ։ Դու այսօրվա դրությամբ տևական ժամանակ վարի ես տալի Հայաստանը, ինքնական, բռնաբարելով սահմանադրությունը, բռնաբարելով, այսինքն հայ ժողովրդի իրավունքները երկրից տարածքներ վերցնում ես, տալիս ես Ադրբեջան, ասում ես սահմանազատում եմ անում, քեզով այդ իրավունքը տվե։ Կամ քեզով է խափե ասե, որ դու Ադրբեջանին տալով ճանապարհ անվանելով Թրամփի միջանցք, դու ապահովում ես Հայաստանի անվտանգությունը։ Բերեմ հասարակ օրինակ։ Ադրբեջանն ու Թուրքիան եթե ունենան այդ ճանապարհը եւ
անարգել, անխոչնդոտ զենք ուզինամթերք տեղափոխեն։ Քեզ խա թվում, որ հենց նույն Ռուսաստանի Դաշնությունը պետք է աշկերը փակի այդ ամեն ինչի վրա։ Հե՞։ Այսինքն Ռուսաստանի քթի տակ Հայաստանի տարածքով պետք է զենք ուզինամթերք տեղափոխեն այն երկրները, ովքեր օգնում են խոսքի օրինակ Ուկրաինային, հա։ Հայաստանին ծամելը Ռուսաստանի մար, քանի ժամվա պատմություն է։ Դուք եք Հայաստանը սարքում երկրորդ Սիրիա։ Կամ ինչի է ձեր նման բոզի տղերքի մտածելակերպի մեջ նստած, որ մենք այդքան նվաստ, այդքան ցածր ազգ ենք։ Հա։ Ունեք հիմա վերցնենք ցանկացած մարդ ու վերցնի հիմիկվա իրականությունը։ Վերցնի մեզ հայերիս որպես ազգ ու վերցնի հրյաներին, Իսրայելին։ Հասարակ օրինակ։ Իսրայելը քանի տարի 20 տարուց ավել չհամակերպվեց ոչ մի երկրի օրակարգի հետ, ոչ մի երկրի։ Ասեց ես բոլորից բարձր եմ։ Այդ իր արտաքին ու ներքին քաղաքականություններ, իր լոզունգներ, իր պաթոսներ։ Ես բոլորից բարձր եմ, դուք պիտի իմ հետ համակերպվեք։ Ու հիմա անում է այն, ինչ ուզում է, ու նույն քաղաքակիրթ աշխարհը լռում է։ Բայց մեր ազգի, մեզ հայերիս, գիտեք ինչ են, սենց սրսկում սերմանում, բերեմ շատ հասարակ օրինակ, որ քախանանող դաշտից տունեկած մեր հասարակ գյուղացին հայը, հասկանա ես ինչի մասին եմ խոսում։ Ադրբեջանցի ինչ-որ բլոգեր վերցում ասում է, տոլմեր մերն է, կոպիտ օրինակ, սենց հասարակ օրինակ։ Մենք մեզ պարտադրված խոսույթի շրջանակներում դուք բոզի տղեկի կուտոք մեզ պարտադրում եք, որ մենք ադրբեջանցուն ապացուցենք, որ տոլմեն մերն է, իրանցը չի։ Խի։ Էդի ոնց որ համեմատես փղին ու, չգիտեմ, մրջունին։ Ես նկատի ունեմ հոգևոր ժառանգության, պատմամշակութային ժառանգության առումով։ Ադրբեջանը էդի ինչ-որ պատմամշակութային ժառանգություն ունեցող երկիր է, աշխարհին ինչ-որ բան է տվես, այս քաղաքակրթությանը ինչ է տվել աշխարհին։ Որ մեզ հայերիս պարտադրում եք դուք, որ մենք ապացուցենք, որ տոլմեն մերն է։ Օրինակը բարդ էր, չէ՞։ Ինձ թվում է մի քիչ պարզ է հասկանալու համար։ Այսինքն մեր մեջ փոխանակ մեր ղեկավար կազմը սերմանի, որ այ ախպեր, մենք որպես ազգ, որպես էթնոս, որպես պետություն, որպես աշխարհին քաղաքակրթություն նվիրած ազգատեսակ, մենք 10 գլուխ բարձր ենք այս հարևան երկրից։ Հակառակն է անում։ Դու Նիկոլ Փաշինյան քո թմով փորձում ես մեզ ներարկես ինչ։ Ինչ ես փորձում ներարկես, նվաստացում, այ որ են սարը չտանք պատերազմ կլինի, այ մենք պիտի գնանք խաղաղության, այ մենք ցանկապատ ենք դնում, դառնում ենք իզգոյ, որ մեր վրա չհարցակվեն, այն ճանապարհը տանք, թու Ադրբեջանը Թուրքիան էթան գան, զենք տեղափոխեն, մի օր Ռուսաստանի Դաշնությունը գժվի, համ նրանց մաման կունի, համ Հայաստանը վարի կտա։ Ես էլ զաթո որպես ես ասելով նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի, խոսում եմ քո անունից։ Ես էլ որպես քաղաքական պուտանգա կհելեմ կասեմ նախկիններն են մեղավոր։ Հա, նախկին ասի հիշա։ Վլեդ, չեմ անում արժի թե չէ, բայց այդ հարցը պետք է տամ ես։ Հայաստանի ընդդիմադիր դաշտի ղեկավարների համար։ Էսի հարցի առաջի մասն է։ Որն է ավելի կարևոր։ Հարգելի ընդդիմադիր դաշտի ղեկավարներ։ Հայաստանի փրկությունը զգիժ բոզի տղու ձեռից, թե անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում ձեր միասնական թեկնածուի անձը։ Այնպես հետարքիր անձի։ Ինձ որպես քաղաքացի հետարքիր է։ Հեսա կբացատրեմ խեմ այդ հարցը տալի։ Ուրեմն նայեք, Միքայել Սրբազանը, Աջապահյանը, երբ որ տենց կոպիտ խոսած Նիկոլի Հասենեսյանյան, որից հետո կալանավորվեց։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանի
քաղաքական թիմը կամ նույն Հայաստան դաշինքը, չասեմ Քոչարյանի քաղաքական թիմը, որտեղ մարդիկ ասում են Քոչարյանը Հայաստան դաշինքի հետ կապ չունի։ Էդի ոնց որ ինձ ասեն, ես հիմի սամակատի վրա եմ նստած, ավտոյի մեջ չեմ։ Անցանք այդ թեման։ Հայտարարություն տարածեց այդ ժամանակահատվածում, որ Հայաստան դաշինքը կմիանա իմպիչմենտի գործընթացին, անվստահություն հայտնելով այս բոզի տղուն անձնագրային բաժնով դրած պեչատած, եթե վարչապետի ժամանակավոր թեկնածու լինի Միքայել Աջապահյանը։ Միքայել Աջապահյանին բռնեցին, հա, տարան կալանքի։ Իմ համար ազգային ամոթ է։ Կոնկրետ իմ համար։ Իմ համար ազգային ամոթ է, որովհետև Միքայել Աջապահյանը, տես ասենք Բագրատ Սրբազանն էլ է կալանքի տակ, բայց Միքայել Աջապահյանի կալանքը ին վրա շատ փիս ազդում է, որովհետև այդ մարդը ճիշտ խոսացող հայի նորմալ տեսակն է, որը ճիշտն ասում է։ Ճիշտն ասում է ու չել վախենում իր ասածից։ Միքայել Աջապահյան Սրբազանի երբ որ տարան կալանքի, Facebook-ում հրատարակվեց մի հատ sense թուղթ, որտեղ գրված էր, որ ես Միքայել Աջապահյանս հրաժարվում եմ լինել վարչապետի ժամանակավոր թեկնածու։ Որից հետո իմպիչմենտի գործընթացը դեռ չսկսած մարեց։ Իմպիչմենտ ասելով անվստահություն հայտնելու ներկայիս ցիլոյով բոզի տղուն։ 9 ամսական հղի, 8 ամսական հղի։ Այդ հենց այդ կոնտեքստում հարց եմ տալի, արդյոք անձն էր կարևոր, թե Հայաստանի փրկությունն է ձեր համար կարևոր, այս ղախպի տղու ձեռից։ Ու ստե մի հատ հետարքիր նյուանս էլ կա։ Միքայել Աջապահյանի ձեռքից այդ թուղթը վերցնող անհատականությունը դա Լևոն Զուրաբյանն էր։ Խի։ Լևոն Զուրաբյանը մի հատ կհիշեցնեք ինձ, որ քաղաքական թևի ներկայացուցիչ է։ Հե։ Անց հետարքիր անձի։ Մի հատ նախագահ ունենք է, ում ես չեմ սիրում։ Ոչ թե այն մյուսների անունով երթվում եմ, այդ մարդուն ես չեմ սիրում, որտեվ այդ մարդու կառավարման տարիներին ես լինելով դպրոցական, ես տեսել եմ մի ժամ լույս, ես տեսել եմ, չգիտեմ, զրկանքներ որպես ջահել երեխա, այն առումով, որի Հայաստանն եղել է ճգնաժամի մեջ, սովետի փլուզումից հետո, բայց հետո պարզվեց համ լույսն էլ է, որ կարային մեզ տային, համ գազն էլ է, բայց չեն տվել, որտեվ Լևոնը չի ուզե։ Բայց հիմի չեմ ուզում Լևոնի վրա խորանամ, բայց Զուրաբյանը ում թիմի անդամ է, որ վազելով Միքայել Աջապահյանի ձեռից վերցեց այդ թուղթը, որ ինքը Միքայել Աջապահյանը հրաժարվում է լինել վարչապետի ժամանակավոր թեկնածու։ Ուզում ասեմ, ես ինչ խաղեր եք տալամ։ Հա։ Այսօր ասում եմ Նիկոլ այդքան ուղեղ չունի, որ ես երկիրը այսպես քանդի։ Մարդիկ չեն հավատում։ Նիկոլին կոորդինացնող կա, կոորդինացնող Նիկոլի քայլերը։ Ունենց 2 ամիսը մեկ հայտարարություն տարածող էլի, յանի ես լրիվ դեմ եմ, ես Նիկոլի հետ չեմ։ Կա չես ասում մի հոգի։ Այսինքն ասում Աստվածաշունչն եմ թարգմանել, մասնակցել եմ թարգմանության, անձի պտի տակ նախագահ։ Միացում, ասում ողերը պտի տակ։ Դրա համար չեմ սիրեմ ես այդ մարդուն։ Ինչքան գուզան իմ ընկերները թող ասեն հաղթանակած նախագահ։ Չեմ սիրեմ ու վերջ։ Չեմ սիրեմ։ Անձի ոչ ոք չի կարա ստիպի, ես դրան սիրեմ։ Իմ սիրել չսիրելը եղանակ չի փոխում։ Ես 3-4 ֆրոնտով կռվող մարդու չեմ սիրեմ։ Ով ուզում ալնի, հարազատ աղբերեսանի չեմ ընդունի։ Անցանք դերասանական այդ Մկոին, որ սենց աժոտաժ է բարձրել։ Մկո Մկրտիչ Արզումանյան ջանով, Մկրտիչ Արզումանյան ջան, քանի որ քո հումորները, քո ներկայացումները իմ մոտ ավելի շատ դրական բան են թողել, քան բացասական։ Երբ որ դու կանգնած զրուցում էիր Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող սուբյեկտի հետ,
Քո աչքի առաջ ով էր կանգնած, կասես մի հատ։ Հա, ապեր։ Դու զրուցելու ընթացքում, երբ որ դու որոշեցիր, որ դու իրոք էլի արժի կանգնել, արժին մեծատառով, արժի կանգնել ու զրուցել մեկի հետ, դրանով հայ հանրության մեջ ստեղծել այն թյուր իրականությունը, թվացյալ իրականությունը, որ տեսեք, որ ճարացում են իշխանական լրատվամիջոցները, հանրությունը, ինչպես նաև մեր արվեստագետները, ընդունում են պարոն Փաշինյանին որպես վարչապետ։ Քո աչքի առաջ կանգնող անհատականությունը, քո մտքով չանցավ, ինքը ինչերա բերե այն երկրի գլխին, ում քաղաքացին հանդիսանում ես դու։ Հա։ Բերեմ մի քանի օրինակ, մեկը որ դու հասկանաս, կամ դու այսօր ու երեք ամոթի զգացում ինքդ քո մեջ որպես հայ չես զգում, որ քեզ պաշտպանում են մարդիկ, ովքեր հային տարանջատում են սևերի սպիտակների։ Հա մկո։ Քո աչքի առաջ, քո դեմ դիմաց, կանգնած էր մեկը, ով Արցախի օկուպացիայից հետո վերջի մի օրվա կռվի լուրի հետ կապված հելավ ասեց, ես մամուլից եմ իմացել, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա։ Քո աչքի առաջ կանգնածա մեկը, դու զրուցում էիր մեկի հետ, ում անմիջական հրամանով միջազգային բոլոր դատարաններից, այսքան պահը ուշադիր կլնես, եթե կնայես, հետ են կանչվե այն բողոք դիմումները, որոնք վերաբերվում են հայի արժանապատվությանն ու ինքնասիրությանը։ Այդ թվում նաև զինվորական հանցագործների դեմ ուղված բողոքները։ Իսկ հանցագործները դրանք են անհատականություններն են Նիկոլի ասած խաղաղասեր ազգի, ովքեր Արցախում պապիկ էին մորթում։ Նիկոլի, ում հետ դու խոսում ես, գնահատմամբ իրանք հանցագործ չեն, ովքեր 44 օրյա ժամանակ հորուտուղու փաթաթեցին եռագույնի մեջ, դիմահար կրակոցով սպանեցին։ Մեկո համիմ, համքո, համ այդ մարդկանց մեջ հայի արունն է հոսում։ Քո մար այդ մարդիկ արժեք չունեին, որ դու կանգնել ես չքմեղ դեմքով խոսում ես այդ անհատականության հետ։ Դու խոսում ես մեկի հետ, ում օրոք, ում ղեկավարման տարիներին պատերազմից անմիջապես հետո, եւ որդեկորույս ծնողները արունը սրտների մեջ իրանց երեխեքին էին ման գալի։ Նույն քո դիմաց կանգնած անհատի ղեկավարման տարիներին մեր տղեկի դիակները, մարմինները գծված էին Աբովյանի թե որ քաղաքի դիահերձարաններից մեկի պատվալում, կարտոֆիլի պարկերի մեջ մկո։ Այսքանը խեմ քեզ իմ ես մի քանի կետ ասում, անվերջ կարամ թվարկեմ, որ դու հասկանաս այդ հարցի բարոյական կողմը։ Արժեր արդյոք կանգնել, լեզու թրջել, խոսել մեկի հետ, հա? Ում կողքը կանգնած իր երեխաների մայրը, մկո, Սյունիքում կանգնեց եւ ասեց, մենք ունեցել ենք 11,000 դավաճան։ Մկո դու համաձայն ես այդ մտքի հետ ապեր։ Պարոն Արզումանյան։ Պարոնով չէ, ախպեր։ Համաձայն ես այդ մտքի հետ, մկո ջան։ Դու համաձայն ես, որ դու են ազգի ներկայացուցիչն ես, դու են ազգի արվեստագետն ես, դու են ազգի մտավոր գործիչներից մեկն ես, ով ունի 11,000 դավաճան, դու դրա հետ համաձայն ես, մկո։ Հա? Մկո դու խոսում ես մեկի հետ, ով հայի որպես ազգի մեջ գծեց բաժանարար։ Դրանով մեզ տարավ պառակտման։ Հետո այսօր դու զարմանում ես, թե հայ ազգի մի մասը քեզ խելանգում։ Հայ ազգը իրականում քո դեմ բան չունի, հասկանում ես, որպես մարդու, որպես արվեստագետի, բայց հայ ազգի մի մասը քեզ ասում է մկո, բոզի տղու հետ մի խոսա, բոզի տղու արած քայլերը մի լեգիտիմացրա։ Չէ որ մարդիկ քեզ նայում են առաջնահերթ որպես դերասան Մկրտիչ Արզումանյան, հետո նոր որպես հայ քաղաքացի Մկրտիչ Արզումանյան։ Դու խոսում ես մկո մեկի հետ, խոսքը զրույցի էիր բռնվել մեկի հետ, ով
Մինչև իր ընտրվելը, չէ, ընտրվելուց հետո 19 թվին ասում էր, որ հայոց ցեղասպանության հարցը պիտի միշտ արդիական լինի հայ ժողովրդի համար։ Իսկ 24 թվականին ասեց, թե 25։ Մենք պիտի գույքագրենք հայոց ցեղասպանության փաստը։ Մեկո ջան, դու ո՞նց ես պատկերացնում հայոց ցեղասպանության փաստի գույքագրումը։ Հասկանում ես ինչ եմ ասում, թե չէ, բարոյական կողմը հասկանում ես հարցի։ Դու խոսում ես մեկի հետ, ում ղեկավարման տարիներին մի ամիս առաջ ամենաշատը պետբյուջեից հատկացվեց հսկայական գումար վերանորոգելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որը բոլորիս համար սրբություն է, բոլոր հայերի համար, աշխարհասփյուր, Հայաստանաբնակ։ Ու այդ նույն շինարարական կամպանիան Չագուշն ու Զուբիլը տվեց հնդիկի ձեռը, ասեց քանդի։ Քարերը ոնց կարում ես քանդի հանի։ Այդ դու դրա հետ ես խոսում, Մեկո։ Դու խոսում ես, ասենց անվերջ կարամ թվարկեմ։ Դու խոսում ես մեկի հետ։ Հայաստանը չի ունեցել նման ղեկավար, ով եռաբլուր Սուրբ Պանթեոն մտավ, առաջ չգաց բոզի տղա գոչունների ներքո։ Ազգը գոռում էր, առաջ չգաց բոզի տղա, Պադոշի պես եկավ խոնարհվեց, գնաց, հաջորդ օրը խնդաց։ Մեկո ջան, դու խոսում ես մեկի հետ կանգնած, ով այցելեց Սյունիք եւ շրջապատված լինելով տասնյակ անվտանգության աշխատակիցներով արժանացավ ողջույն բոզի տղա խոսույթին ու պատասխան չտվեց, որպես տղամարդ։ Կուլ տվեց։ Հասկանում ես հարցի բարոյական կողմը, թե չէ։ Դու խոսում ես մեկի հետ, ով եկավ իշխանության, բերվեց իշխանության, որպես իբր թե ժողովրդավար ղեկավար, բայց նույն ժողովրդի ցասումից առաջացած վախերի արդյունքում հղի կնոջը գցեց մեքենայի տակ իր վախերի արդյունքում, Սոնային, ով մահացավ հիվանդանոց չհասցրած, ու նույնիսկ հրաման չտվեց ներքին կարգով, ասեր մի մեքենա հետ մնացեք, հասցրեք հիվանդանոց։ Իմ վախերի պատճառով դուք 120-140 արագությամբ քշել եք Երևանի փողոցներում։ Այ դու դրա հետ ես խոսում, Մկո։ Ու այս բոլոր փաստերը թվարկված, ինչպես նաև չբարձրաձայնված փաստերը, որ դրանք անվերջ են, պիտի հաշվի առնի ցանկացած մտավորական եւ քաղաքական գործիչ։ Մինչև մոտենալը, մինչև ձերքի շփումը, բարև ձեզ, պարոն վարչապետ ասելը ու խոսքու զրույցի բռնվելը։ Դու ունեիր հստակ տարբերակ, չզրուցել իր հետ։ Չզրուցել։ Չխոսել։ Չլսել դրա բարբաջանքը, որ ցանկապատում ենք, դառնում ենք պետություն։ Մկո, դու մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը պետության մեջ չես ապրել։ Դու մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Արցախ ես չէ ունեցել հայկական։ Դու դրանով հպարտ ես եղել։ Հիմա Արցախ չունես։ Արցախում ադրբեջանցին իր վայրագությունների արդյունքում պղծում է մեր վանական հուշահամալիրները, խաչքարերը, ջարդում է, կրակում է խաչքարերի վրա, եկեղեցիներն է պղծում։ Այդքանով հանդերձ դու զրուցում ես մեկի հետ, ով այդ ամեն ինչի համահեղինակն է։ Հա Մակո, չիլեմ չէ տենց։ Դու ամենամեծ ամոթը գիտես որն է, Մկրտիչ Արզումանյան։ Ամենամեծ ամոթը նա է, որ քո պաշտպանությունը ստանձնել է ոչ մի բարոյական սկզբունք չունեցող Նիկոլ Փաշինյանը, որ իր Facebook-յան էջում գրառում է, գրում, ասում է Մկրտիչ Արզումանյանին ես սատարում եմ։ Դու քեզ լավ կզգաս, որ ինչ-որ մի փողոցային անբարոյական պոռնիկ ասի Մկոնի աղբերն է։ Չէ։ Չես դա ասես, այ ագռկա։ Դու ինձ ինչ աղբեր, կամ ես քեզ ինչ աղբեր։ Բա համի խիած սենետ կդրե։
Սարգսյան Սերժի վաղտ մեդալդ հետ տվիր, ասի չեմ ուզում։ Սերժը նախագահան չի, որ բնիզի մեդալ տա։ Բա այսօր բուկվալնի թե երեք Արցախ վաճառած 7-8 երեխու եռաբլուր ուղարկած պորնիկի ծնունդը 10-ից 12,000-ին էլ հաշմանդամ սարքած։ Facebook-յան գրառում է գրում, ասում ես սատարում եմ Մկրտիչ Արզումանյանին, դուք ես ոնց ես զգում, Մկո։ Լավ ես զգում։ Բախ ես լավ զգում։ Ես քո մասին անկեղծ եմ ասում, լրիվ ուրիշ կարծիք եմ ունեցել։ Համեմատած Կապիկ Հայկոյի հետ։ Կապիկ։ Որտեվ 18 թվականի հեղափոխության ժամանակ Մկո ջան, ջանով ասեմ։ Դու չհելար բեմ։ Դու չասեցիր Հայկոյի նման ոնց եմ ձեզանից զզվում։ Դու չմտար կերպարիդ մեջ։ Դու մնացիր հայ մնալու շրջանակներում, հա, տենց ասեմ։ Դու չխառնվեցիր ոչ մի քաղաքական գործընթացի։ Դու մնացիր արվեստագետի կերպարի մեջ։ Իսկ Հայկոն որպես բաբելոնյան պոռնիկ մտավ այդ ամեն ինչի մեջ ու այսօր լայվ անում ավտոյի մեջից ասում է պարոն վարչապետ, պարոն Փաշինյան, քայլեր ձեռնարկեք։ Ինչ քայլ պետք է ձեռնարկի, Հայկո։ Քո պարոն Փաշինյանը։ Հա՞։ Մկո ջան, դու խոսացիր մեկի հետ, ում նշանակած տարածքային կառավարման եսիմ ով մի հատ խզրի եզ, մի հատ ղախպի տղա, ճանապարհին երեխա է վերցնում, նստում մեքենա, որ տանի ակետից բեկետ։ Այդ երեխան ասում է ես արցախցի եմ, այդ երեխուն վատ խոսքերով իջնում է մեքենայից։ Արցախցին քո համար հայ չի, Մկո ջան։ Հա՞։ Հայ է, չէ։ Բա ախպերես։ Ախպերես վերապահումներով։ Որտեվ եթե ես քեզ ասեմ ախպերես, ես պիտի վստահեմ, որ իմ ախպերը չի կարող կայնի Նիկոլ Փաշինյանին դեմ արդեմ ու խոսք ու զրույցի բռնվի մեկի հետ, ով երբևիցե ասել է Շուշին դժբախտ եւ դժգույն քաղաք է։ Շուշին այն քաղաքն է, որտեղ տեղի ունեցել չեմ հիշում 100 թե 100-ից ավել հարսանիքներ մի օրվա ընթացքում մեր հայ բարերարի մասնակցությամբ հայ բերդաքաղաք Շուշին անառիկ ամրոց որի հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանը վազեց մտավ բունկեր ու ստորագրեց կապիտուլյացիան, ասեց մենք պարտվեցինք, մենք հաղթեցինք պարտվելով։ Բարոյական կողմը հասկանում ես Մկո, թե չէ։ Չեմ ուզում շատ քո մասին խոսամ։ Ես ոչ դրա կարիքն ունեմ, ոչ էլ մտածում եմ դու դրա կարիքն ունես, որ ես խոսամ ու դու լսես։ Չէ, դու կարաս չլսես էլ։ Բայց մարդիկ պիտի լսեն, ովքեր այսօր դոշերը ճղելով, իրանց այդ 7 համարի իգական սեռի կրծքերն աչուձախս են շպրտելով։ Մկոյի պաշտպանությունն են ստանձել, ինչի Մկոնը տենց տկար տղա է, Մկոնը տենց ընգած տղա է, որ տենց պաշտպանում եք Մկոյ, մենք Մկո ենք, ֆլեշմոբ արեք։ Ֆլեշմոբ արեք։ Կարող է Մկոն իր մտքում ոչ թե կարող է, ես վստահ եմ, այսօր վիդեո էի զապիսանամ, վերջի մասը զապիս չրել է։ Ես գիտեմ դու քո ներսում ինչ է կատարվում Մկո։ Դու գիտես ինչի նկատի ունեմ, թե որտից գիտեմ, ոնց գիտեմ։ Ապեր ամոթ չի արտահայտվել է։ Եթե չես ուզում, եթե ուզում ես կոռեկտ արտահայտվես, ուղղակի կարա ասես ցանկություն չունեմ ձեր հետ զրուցելու։ Օրինակ վերցնելով այն քահանայից, ով եկեղեցում նույնիսկ ձեռք չտվեց Նիկոլ Փաշինյանին։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ձեռքը մեկնեց բարևելու։ Այ դա պիտի լինի։ Արժանապատիվ հայի վերաբերմունքը այս բոզի տղու նկատմամբ։ Ու դու Նիկոլ Փաշինյան, երբ որ խոսում ես հայի արժանապատվությունից, հայի միասնականությունից, դու խոսանես բաներից, որոնցից քո ուղեղը հասնում է։ Որ դու հասկանում ես տենց բաներից, օրինակ կապիտուլյացիա ստորագրելուց, Ալիևի հիմար էթամ կոֆե բերեմ, այդպես բաներից, կոֆե բերել, տանել բերել, պրինիսի падայիձի նախույն не мешай։ Խոսա ստատիա գրելուց, որ հոդված էի գրեմ,
Զանգում էին ասում էին Նիկոլես հոդվածը ջնջի, սխալ հոդված ես գրի, ասում էի չեմ ջնջելու, փող տվեք ջնջեմ։ Գալիս էին վերցում էին խփեին ավտոյի մեջ, տանեմ շռմ քաքում էին վրա, բերեմ շպրտում էին դուս։ Այդպես բաներից խոսա։ Որտեվ դու լինելով ամենապիղծ ես երկրագնդի վրա, ամենապիղծը։ Դու քեզ շրջապատել ես մի շարք պիղծ բոզի բալեքով։ Որոնցից մեկը ծնունդով Արցախցի աղ Արմեն Գրիգորյան։ Արմեն Գրիգորյանը կարող է պատճառ հանդիսանա Նիկոլ Փաշինյան, որ Ադրբեջանը հրահրի պատերազմ։ Չէ՞ որ Արմեն Գրիգորյանը իր կնոջ տոլի ընկերու հետ նկար ունի Շուշի Բերդաքաղաքի ֆոնին։ Դրա մասին մտածել ես։ Հա, բախի չես մտածել։ Դու գլխավոր շտաբի պետ ես նշանակել ծնունդով հադրութեցի Էդվարդ Ասրյանին, ով ուրացավ իր հայրենիքը եւ հավատարմության երթում տվեց քո նման պոռնիկի տղուն։ Մտածում ես, եթե մի մարդ կարողանում է իր հայրենիքը ուրանա եւ այդ հայրենիքը վաճառողին հավատարմության երթում տա, այդ երթումը քանի գրոշի արժեք ունի, պարոն Փաշինյան, պարոնել ասում եմ, քնձախ։ Հա Նիկոլ։ Այդ մարդու այդ Էդվարդ Ասրյանի մար դժվար է։ Վաղը, այն որ ասում են 50 տարին չոքես դուրս, ինչ կար չկար տվեց բուրս։ Ատենց մի ամիտ ասի պարոն Փաշյան, էլ բուրդ պաղա։ Բերել եմ տան բուրդ։ Հա։ Դու արդեն ես գիտեմ, ես շատ բաներ գիտեմ։ Չես վստահում ոստիկանությանը։ Հա։ Չես վստահում։ Խի չես վստահում։ Որտեվ զգում ես, չէ՞ որ ոստիկանության մեջ էլ կան անկախ իրանց ծառայողական այդ աժոտաժից մարդիկ, ովքեր քո անցնելուց կարող ասենց խոսքի չես տեն տալի, հա, քո ավտոշալասյանը, բայց հետևից ստացման գնա քունեմ լավդ։ Այդքանը գիտես, չէ՞ դու, քեզ զեկուցում են։ Նիկոլ Փաշինյան, դու ո՞նց ես քեզ զգում որպես մարդ։ Եթե մի ողջ ազգի 40% ասեմ, չափազանցված չլինի, քեզ ամեն օր լավ ու բերանա քրֆում։ Հա։ Դու քեզ որպես մարդ լավ ես զգում։ Լավ քո մեջ իսկան ինքնասիրության գործոն չկա։ Դու չես կարողանում գիտակցես, որ քո ստորագրած ոչ մի թուղթ գրոշի արժեք չի ունենալու, որտեվ հակառակ կողմը քեզ նայում է որպես պարտված ղեկավարի։ Կամ ինչ է նշանակում քո քաղաքական թիմի կամ քո աջակիցների տարածած հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը ունի Դոնալդ Տրամպի WhatsApp-ի համարը։ Հետո ես շատ մարդու համար ունեմ իմ հեռախոսի մեջ։ Կարաս մի հատ WhatsApp-ով SMS գրես Mr. Dear Mr. Trump, քեզ ազատում եմ աշխատանքից։ Գրա, դու WhatsApp-ով ես մարդկանց ազատում աշխատանքից։ Ասում եմ Նիկոլ Փաշինյանն ունի Դոնալդ Տրամպի WhatsApp-ի համարը։ Արա նայում ես ասես լավ, իսկ իրականությունա թե հեքիաթ, այս դալբայոբության ժամանակաշրջանը երբ ավարտվելու։ Նիկոլ Փաշինյան, դու տեսել ես քո երեխաների մոտ, չեմ ասում կնոջ, դու ասում ես իմ կնիկը չի։ Խալխի կնիկն է։ Այն որ ասում ես ես չեմ այդ աղջկան գցե մեքենայի տակ, դա վարչապետի ավտոշարասունն էր։ Ստե ասма, слова тут излишние։ Բարերն ավելորդ են, առանց մեկնաբանության։ Դու մեկ-մեկ կարում ես թերթես, սենց քո երեխաների մոր Facebook-յան էջը։ Կրթվել են նորաձևը շրջանակներում։ Նիկոլ Փաշինյան, լինելով քո երեխաների մայրը, ինքը չի հասկանում, որ ինքը աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Այդ փնթի բոշեն։ Էդից ձևեր նստե։ Այսինքն լոջվել էր այդ աթոռի վրա։ Ասում է կրթվում, չեմ կարում հասկանամ, ես դեբիլ եմ թե խելացի։ Տենց գերարում էր գրե։ Դուք չեք կարում հասկանաք, որ ձեր նման ոչիլի ցայրքի աղվամազերը խայտարակում են մի ողջ ազգի։
Դու քո կնգա դիրքը նստած տեսել ես։ Դու դա արդարացնում ես։ Դու հիմա անվանում ես դա ազատ գործելավոր, ճիշտ է։ Այդպես լավ չի։ Մինի յուբկա թողակնի, մինի։ Ծնգից վերև։ Անտրուսիկ։ Ոտը գցի ոտին նստի, ոնց էր նստե կաթողիկոսի կողը։ Կարմիր շորիկով, վալբրիսից առած։ Հիշում է, գայթակղում էր Կարեգին երկրորդին։ Նիկոլ Փաշինյան, ես էլ ասեմ ու երևի վերջ։ Իշքան գուզես դու քո հետևը свою жопу рви на Красный Крест։ Դու արդեն մարած օբլիգացիա ես։ Սա պաթոս չի, սա ինչ-որ դիագնոզ չի, սա իրականությունն է։ Դու մարած օբլիգացիա ես, գիտես խի։ Որտեվ դու չունես այլևս ոչինչ ասելու հայ հանրությանը, որ հայ հանրության մոտ առաջանա ինչ-որ փոքրիկ հավատի գործոն դեպի քեզ։ Որտեվ դու ինչ ասել ես, արել ես լրիվ հակառակը։ Ինչ խոսք ես տվել, չես արել։ Ու դու մտածում ես, որ 2026 թվի ընտրությունների նախորեին, նախաշեմին, բայց դու արտահերթի ես գնալու, ես դրա մեջ վստահ եմ։ Քանի որ դու ունես սահմանադրություն փոխելու գերխնդիր։ Արտահայտ ընտրությունների նախաշեմին դու մտածում ես, պետք է հելնես փողոց Ալենի հետ։ Ձեփելու եմ ասֆալտներին, փեռելու եմ պատերին, քաքելու եմ, քաքով խփելու եմ ձեր աչքին։ Այդ խոսույթի մեջ դու փորձելու ես աուդիտորիա գրավես։ Պատկերացնում ես, ասենք Երևանի փողոցներում դու էդի ասելով քայլես Ալենի հետ։ Ընծծկել երեխեքն բալկոնից են, ձեզի ձեռով արեն, էլի են վարձված վարձկանները։ Քանի հոգի գարշոկով քաքա շպրտելու վրա դու այդքանը պատկերացնում ես։ Դու քեզ չես խղճեմ, գոնե քո անվտանգության աշխատակիցների խղճա։ Քաք մեջ կլեն այդ մարդիկ։ Լուրջ եմ ասում։ Դու ուղղակի քեզ սխալ են զեկուցում։ Եթե քեզ ճիշտ զեկուցեն իրականությունը, դու կզգաս, թե ինչքան ոչ թե զայրույթ, այլ ինչքան խորշանք կա հայ ազգի կողմից քո անձի նկատմամբ։ Նույնիսկ քեզ 21 թվին զայն տված մարդիկ, որ քո անունը լսում են, անկախ իրանից իրանց մոտ սրտխառնոց առաջանան։ Այդքան դու պետք է հասկանաս, այդքան դու պետք է գիտակցես։ Ու վերջում երևի էլի բան պետք է ասեի, մոռացա, որտեվ ես երբևիցե չեմ գրեմ ինչի մասին պետք է խոսամ, ոչ էլ նշումներ եմ անում։ Կարող եմ երկու անգամ այդպես այլել, որ անուններ ասեմ, անունները մոռանում եմ։ Ու վերջում երևի, գիտես ինչ կա, դուք, ասենք, կարատի նշանը հանեք Բագրատաշյանի անցագետի կամ Զվարթնոց օդանավակայանի անցագետի գերբի այդ բանի պեչատի վրից։ Դուք կարաք պետական օրներ կփոխեք։ Օրինակ, ոնց էր մեր հայրենիք, ազատ անկախ, հա։ Ասենք, Նիկոլ Փաշին, քնձխ ճենջոտ, այդպես մի բան գրա։ Ալփի Դավոյանին դու թո տեքստը գրի։ Ինք ունի բարձր հոգևոր արժեքներ։ Ուշը, որ բռնել նկարվել էր ճենջոտ մազերով։ Տրճեն։ Մտքի գիգանտները։ Արսեն Թորոսյանին դու թո տեքստը գրի։ Միստր Մահը։ Որ հելավ ազգային ժողովի ամբյոնից ցիտում եմ, ասեց, ով մեզ կանվանի թուրք վիրավորելու նպատակով, Արսեն Թորոսյանը, ես նրա լավը, այսինքն, առանց վիրավորել, դու թուրք ես, Արսեն Թորոսյան, չեմ վիրավորում քեզ, ցիտում եմ իրականությունը, բայց քո քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյան չի վիրավորվում այդ խոսույթից, ասում հա ինչ, թուրք եմ, հետո ինչ, հա ինչ, հետո ինչ, այն հայտնի տղու են, խոսույթն եմ էդի ցիտում էլի, մեկ էլ են մեր ջիգարով մորքուրի ասածը, էսի աբարանա եղան այդ կողեն փուրետ, խորնեմ, կլնես, ինչ էր ասեմ, դալնաբոյնի գերեզման, Նիկոլ Փաշյան, գուզես եղիս դալնաբոյնի գերեզման, չէ, ասմա ալենը պանախոս տվե, գույս աղջիկների արուն, Նիկոլ Փաշինյանը ամեն օր գրավ Դրակուլայի պես խմմա, այդ ատամները որ չկա, կապ չունին, քեզ ատամա գցելու երկացն ժանիկ, որ արուն խմի, մեռար խմելով հայ ժողովրդի արունը,
Այդ տիզ, դազրուկ, կապետ չես փոգվում։ Իմեջալոս Նիկոլ Փաշինյան, եթե դու մի փոքր ունենայիր կրթվածություն, կարդայիր պատմություն։ Դու հստակ կհասկանայիր, որ թուրքը որպես ցեղատեսակ ինքը երբեք չի փոխում իր վերաբերմունքը դավաճանների նկատմամբ։ Ինքը միշտ դավաճաններին սկզբից օգտագործում է, հետո Էտա վերուկ խակույրա խերին, ու կսանք վրցնի վերտալոտի պես։ Հա դրա համար է շուշուտ որոտ քորը Նիկոլ Փաշինյան, որ հետանցքն հանգարց իր դիամետրի լայնությունը չկորցնի։ Ջիգարով ես։ Լավ, երևի այսքանը, ու ինչա գուզեմ ասեմ, գուզեք Արարատին, вообще, հլասի Արարատ Միրզոյանի անունը բեր փոխենք, էլի, կարող է պատերազմ լինի։ Արարատ Միրզոյան Փոխել, Արարատ Միրզոյանի անունը պետք փոխենք, ինչ դնենք, Արագած, այսի որպես առաջ, խուստուպ դնենք, Վարը Փաշյան, քնձեղ, ինչ դնենք, բեր դնենք Գառնիկ, խոսքի օրինակ, Գառնիկ անով մարդիկ չնեղանան, կամ բեր դնենք ինչ, բժո կլնի, հետի բժո է, չէ, բայց էտ ինչ ամբողջ է Արարատ Միրզոյանը, Ում խերրկայնում հարցակվում Արարատ Միրզոյանի վրա։ Տեսել ես աշկիտոկի կապուտը։ Բայց դրա կնգա գեղեցկություն տեսել ես։ Արաբական մժույք է։ Էմիրատներ պետք է տանեն ասմամրցունները այսքանի օրը։ Մեկ։ Կուրտկեն հակես դող եկա վերես։ Արարատ Միրզոյան։ Լավ քեզ բան չսա։ Դու որոշիլ է Արաբաթի անունը իմանք փոխենք։ Ինչ դե խուստուպ տնենք, բեր խուստուպ տնենք։ Համար պատերազմ չլինի։ Հա, իմեջալոս Նիկոլ Փաշինյան Արարատի անունը փոխելուց հետո մեկ գունդ ձուն բերդի գլխին, ասա այդ Արագածի գլխին ձուն ա դրած, հանձնենք թույթա։ Հանձնա Իշքան գուզես անուններ փոխա, իշքան գուզես հայազգին խափասա, մեզ հիմի թու ասեն դավաճան, քեզ չեն ասեմ, է դավաճան, Նիկոլ Փաշինյան, քեզ էլի եմ ասեմ սխալ են զեկուցում, քեզ ասում են բոզի տղա։ Կամ լորեցին ասում ագար կա, այսինքն գար կա, քեզ էտ են ասում։ Իշքան գուզես անունները փոխա, գուզես քո անունել փոխա, օրինակ դիր եստեր, թակուի եստեր, կսազի չէ, էտ սիլոն դիմիյան, սանց փորիկով շորիկ հակի, կարճ փորիկով շորիկ, պարը Փաշյան։ Հելի բալ մասկարատ, են փայտով են երկուատ ագնոսներ են, չեն եմ սենց փայտով են, որ պատմական շրջաններ, Մարկիզ դե Սադի վախտերով, սենց այդ ագնոսները սենց դիր փորիկով շորիկով, սենց արի մտի ազգային ժողով, ու պարտադրի, որ բոլոր պատգամավորները այդ շորիկներից հակնեն։ Խի չէ որ, այն արդ կործանվում ենք, բայց ուրախ։ Բայց ոչ մեկ գլխի չի գինե, որ այս անտերն, էտա մեր քնձխն, որդեգրել է Ներոն կայսրի հոգեբանությունն ու ժամանակաշրջանը։ Ներոն կայսրի վախտեր, չէ՞ հոգեկան հիվանդներ, որ վերջում բանը քաղաքը պաժարտվեց։ Ֆեստիվալներ էր անում, էտա գենգբենգներ էր անում, սվինգեր փարթիներ էր կազմակերպում, ով ում բռնեմ դոմփում էր։ Ժողովուրդը կայֆեր կայծերի մեջ կործանվավ, վերջում քաղաք պաժարտվեց, գնաց Կայնավյասին, որտեղ նայում էր։ Լրիվ Նիկոլ Փաշինյան։ Ներոն կայսրն ես, թե պապ թագավորը։ Այ Ալեքսանդր Մակեդոնացու ձիու ցալքի աղվամաս։ Ինչևէ, եթե վիդեոյի սկզբում մի հատ երգ լսեցինք, արժի մի հատ էլ լսենք, բայց մեկ այլ կատարմամբ, չէ՞։ Հələ կայնի։ Ով չի ուզում մեր լավը, մենք իրանց բարեկեցություն ենք ցանկանում։ Այսի թազա կփուրա։ Զախշան լսգը։ Մեկը գրել YouTube-ի մեջ, ավտոյի մեջ ես ապրեմ, հա բրը։ Ավտոյի մեջ եմ ապրեմ, մեջը հետևնա։ Հարածուխով է։ Bicaman sen kaşkarım, yırtın ki babamın o.
Հուսով եմ մենք իրար հասկացանք։ Ու բոլոր արվեստագետները թե չէ հավում եմ լարեմ դր հետևից։ Չեք ուզածներ շատ տարել, ուծեմ մեկ մեր սերունդներ, այլուն է ջուր չի դարնա, հայեր միշտ հայկը մնա։ Չեք ուզածներ շատ տարել, ուծեմ մեկ մեր սերունդներ, այլուն է ջուր չի դարնա, հայեր միշտ հայկը մնա։ Արարատը մեր լերնա, եղերնա, թուրքի բերնա, պիջաման չենք աշխարով, երբեք երաբելուլով, արարատը մեր լերնա, եղերնա, թուրքի բերնա, պիջաման չենք աշխարով, երբեք երաբելուլով, արարատը մեր լերնա, եղերնա, թուրքի բերնա, պիջաման չենք աշխարով, երբեք երաբելուլով։ Մի խումբ փոստի բալեք իրավունք չունեն հայ ազգին օրակարգ թելադրելու։ Այդպես չիլը։ Դամնա չէ երկը։ Թունցանս կամինդանի, մասի իսինը մենանի, համելու ես համշարմո, ամենն ասու արամո։ Թունցանս կամինդանի, մասի իսինը մենանի, համելու ես համշարմո, ամենն ասու արամո։ Արարատը մեր լերնա, եղերնա, թուրքի բերնա, միջանան շենք աշխարով, երբեք երաբելուլով, արարատը Խնդրանք հորդոր։ Հայաստանում ով ավտոյի մեջ մուզիկա է լսում ես երգերը դրեք ու բարձր միացեք։ Թող Պարոն Փաշյանը ծխկվի։ Երբեք երաբելուլով Պարոն Փաշյան, բայց մտածի են Հայտիկով ագնոսների մասին, Բալ Մասկարատ, Մարկիզ դե Սադ։ Հելավ։ Վերջում էլ մեծ ռուսերեն ոտանավոր քո պատվին։ Я помню чудное мгновение передо мной явился ты. Пошел ты нахуй, привидение, ебал я в рот такие сны. Դե վայելի։ Բարի գիշեր, Պարոն Փաշինյան, բարի գիշեր իրական հայերին։